Վաշինգտոնն ու Թեհրանը մեկ էջանոց հուշագրի շեմին են, թե սա հերթական քաղաքական շոուն է։ Մինչ աշխարհը սպասում է հնարավոր բեկման, կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները։ Կլինի մեծ համաձայնություն, թե նոր բախում։ Հարցերի շուրջ զրուցում ենք միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ, շնորհակալություն հրավերության համար։ Եվ այսպես մեկ էջանոց հուշագիրը միջազգային պրակտիկայում ինչ է նշանակում, սա լուսման սկիզբ է, թե կողմերին անդի եզրից ուղղակի հակառակ կողմ բերելու, այսպես ասած, մեխանիզմ, ինչպես անգլերեն են ասում freeze for freeze։ Տեսեք, շատ կարևոր հարցադրում եք բարձրացնում, խոսքը գնում է Freedom Project-ի մասին, որը որ առաջարկվել է պետքարտուղարության կողմից, այդ մասով փորձում է անմնացորդ չմնալ Պակիստանը որպես հարթակ տրամադրել, բայց Շվեյցարիան էլ, այո, բայց այստեղ ունենք այնինչ ունենք, իսկ այն ունենք, որ այս պահին այնքան արագ զարգացումներ են տեղի ունենում եւ ընդհանրապես Մերձավոր Արևելյան այդ տագառը, այրվող տագառը այնպիսի ձևափոխումներ է ստանում, որ ձեր ասածը, այսպես ասած, կամ ժամանակավրեպ է դառնում կամ կյանքի չի կոչվում եւ շատ ճիշտ նաեւ հարցադրման մեջ ասեցիք, որ դա հիմա շոու է թե նայած որ կողմի համար Միացյալ Նահանգների համար սա ավելի շատ շոուի է նմանվում Իրանի համար դա գոյաբանական պայքար է բայց հadoop ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել վերջին իրադարձություններին որը տեղի ունենում հենց հիմա Հորմուզի նեղուցում, Ադենի ծոցում եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում, հա, գիտենք, որ այս պահին ռմպակոծվում են տոտալ ռմպակոծություններ են տեղի ունենում ամբողջ Լիբանանյան տարածքում, տարբեր պատճառաբանություններով Հեզբոլայի հանգամանքը մեջ բերելով, բայց եւ տեսնում ենք, որ MBC-ի մի դիվանագիտական սկանդալ է տեղի ունենում ռազմավարական դաշնակիցների միջև, որը որ կարող է փոխել ամբողջ Մերձավոր Արևելյան ճարտարապետությունը, ռազմական ամերիկյան։ Խոսքը վերաբերում է հետևյալի մասին։ Տարածի ժամեր առաջ Սաուդյան Արաբիան արգելեց իր օդային եւ ցամաքային տարածքը օգտագործելու Միացյալ Նահանգների համար հագաիրանական հաջորդ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Եվ տարածիորեն 1 օր առաջ, քանի որ ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավային, ուրեմն նավթային տերմինալը ռմպակոծվեց, դրանից հետո Սաուդյան Արաբիան, ըստ իս, դա իմ սուբյեկտիվ գնահատականն է, շատ խոհեմ քայլի գնաց, այսինքն արճակատման չգնաց, որտեղ հասկանում էր, որ ռմպակոծելու տարածք տրամադրելով Իրանի դեմ առաջնահերթ կտուժեն իրենք, որովհետև Միացյալ Նահանգները նրանց օգնություն չի գալիս ու գիտենք այն ճգնաժամը, որ մինչև այդ եղել էր Թակաժառանգի եւ Թրամփի միջև, հա, Սպիտակ տունը արձագանքել է։ Սպիտակ տունը, տեսեք, տպավորություն է հիմա ստեղծում, դիվանագիտական գեղեցիկ բառամթերքով փաթեթավորված, որ նրանք հիմա ժամ են տրամադրում ձեր ասած ժամը, որ այդուհանդերձ պետք է կան խաղաղության, լինի խաղաղություն, հրադադար եւ այլն, բայց ժամ անց այդ հրադադարը խախտվում է իրենց իսկ կողմից։ Այսինքն ինչ է տեղի ունենում, ընդ որում այստեղ ասեմ, Սաուդյան Արաբիան մասնավորապես հասկանում է, որ Արմակո իր ռազմական բազան օր առաջ կարող է ուրեմն հոդս ցնդել, հողին հավասարեցվել եւ այդ վտանգի մասին իրանական խողովակները զգուշացրել են նախապես։ Ու տպավորություն է, որ հիմա բոլոր միապետությունները արաբական թերակղզու հիմա միաձայն գնում են այն քայլին, որ այլևս չպետք է տրամադրեն կամ մասնագի կամ ամբողջությամբ պարտադրում են ռազմաբազաները դուրս բերել իրենց տարածքներից։ Նույնը Քուվեյթը, նույնը Քատարը, Բահրեյնը եւ այլն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ամբողջ Մերձավոր Արևելյան ճարտարապետությունը փլուզվում է եւ տպավորություն է ստեղծվում, որ նրանք հասկանում են, որ նրանք ընդամենը մարտավարական վահան են Միացյալ Նահանգների հեգեմոնիայի դրսևորման համար։ Եվ նրանք բնավ որպես այդպեսին պաշտպանունակություն չեն կարող դրսևորել եւ Միացյալ Նահանգները իրենց չի պաշտպանելու, երբ որ լինեն ուրեմն համապատասխան հարվածներ։ Այդ մասով։ Հիմա տեսեք, դա նաեւ խոսում է դիվանագիտական ձախողման մասին։ Ինչի։ Էլի ժամեր առաջ Ռուբիոն ըստ իս դա մարազմացիկ եւ անգամ ծիծաղելի է, երբ որ հայտարարություն է անում ՄԱԿ-ին վկայակոչելով ասում է, որ ՄԱԿ-ը որպես վերպետական կառույց պետք է միջամտի Հորմուզի նեղուցի բացմանը, որբիսի նավերը հանգիստ տեղաշարժվեն, մարդասիրական բեռներ տեղափոխվեն եւ այլն եւ դրա համար է, որ ՄԱԿ-ը ընդհանրապես ստեղծվել է։ Այսինքն
իրենք ստեղծում են խնդիրը, իրենք ստեղծում են ՄԱԿ-ին նման վերպետագին ինչ-որ մտածածին կառույց խաղաղության այսպես ձևավորումով փաթեթավորված, բայց ՄԱԿ-ից են պահանջում մի բան, որը որ ստացվում է, որ որպես խնդրահարույց կողմ իրենք են ստեղծել հենց այդ խնդիրը, հա, ու պահանջում են այլ վերպետական կառույցից, որ անի ու ասում է, որ պետք է ՄԱԿ-ը հիմա արտարացնի մեր սպասումները, այդ է զավեշտի մի կողմը։ Ինչպես են պատկերացնում, որ ՄԱԿ-ը պետք է միջամտի, այսինքն հարցը ինչպես պետք է կարգավորվի։ Նախ դա հռետորական հարցադրում է եղել, պաշտոնապես ՄԱԿ-ին չեն դիմել, որովհետև դա ընդհանրակարգակոյություն ունի, պետք է դիմեն ըստ իմ ունեցած ինֆորմացիայի, առայժմ դա զուտ հայտարարության բնույթ է կրում, բայց քանի որ դա հնչում է պետ քարտուղարի շուրթերից, դրա համար մեջբերեցի։ Հետաքրքիրը որն է, որ Միացյալ Նահանգները Սպիտակ տան նոր ռազմավարությունն են մշակել, ներկայացրել, որտեղ Իրանը հռչակվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ սպառնալիքը։ Հիմա ինչպես է տեղավորվում խաղաղության հուշագիրը եւ այս ռազմավարությունը, ինչպես կարող են երկու այդ իրողությունները հանգամանքները գան միադասվեն, չի ստացվում։ Այդ տեսեք, ձեր հարցի մեջ կարևոր հանգամանք կա, որ ես միշտ իմ հրապարակային ելույթներում այս մասով ասել եմ, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ պայմանաունակ չի ամերիկյան կողմը, որևիցե իր իսկ նախաձեռնած, իր իսկ մոդերացիայով գործողությունների կատարածմանը, որովհետև ստացվում է, որ միշտ իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս։ Մի կողմից ասում է իրանական ժողովրդի մեջ կան շատ լավ բարեկամներ, ես իրենց հետ լավ հարաբերություններ եմ ուզում կառուցեմ, հաջորդ րոպեին ասում է, որ միջուկային ծրագիրը իսպառ վերանալու է, հետո Պենտագոնից հայտարարություն է հնչում, որ բոլոր օբյեկտները պետք է ոչնչացման ենթարկվեն։ Հիշում եք, օրեր առաջ խոսում էր որպես Իրանի քաղաքակրթություն հողին հավասարեցնելու մասին, հիմա խոսում է խաղաղության մասին։ Հիմա խոսում է 20 տարով, կարծեմ, Իրանին միջուկային ծրագրով զբաղվելու մասին։ Ստացվում է, հասկանում է, որ այդուհանդերձ նա չի կարող միջամտել երկրի ներքին գործերին, առավել ևս միջուկային ծրագրի չեղարկմանը եւ չեզոքացմանը, հետեւաբար հիմա Իրանի արձագանքը ինչպես պետք է լինի նման պայմաններում։ Իրանը շատ նորմալ արձագանք է տալիս, ընդ որում Իրանի պետքարտուղարության մամլուք խոսնագին, երբ որ այսօր հարցադրեցին, թե բախր գործ ունենք հեգեմոն գերտերության, հա, որի ազդեցությունը տարածվում է անգամ արաբական աշխարհի վրա, ասաց մենք էլ ենք հանդիսանում հեգեմոն գերտերություն։ Հետևաբար, այսինքն ուժի սպառնալիքը ուրիշ երկրի ներքին գործերին միջամտելը դա մերը չի, դա մենք չենք կարող հանդուրժելու համակերպել։ Հետևաբար գալիս ենք այն համոզմանը, որ դա այո, ինչ որտեղ էլի ժամանակ շահելու համար փափուկ ուժի կիրառում է, որովհետև ես ավելի քան վստահ եմ, որ Միացյալ Նահանգները չեն ձերբազատվել իրենց պլաններից։ Այդ հենց այդ Freedom Project-ը անունը Freedom Project է, բայց ինքը իրանով արդեն իսկ ռազմական օկուպացիոն սցենար է։ Ընդ որում մի կարևոր իրադարձություն էլ ասեմ ձեզ, շատ հետաքրքիր։ Զավեշտի ժանրից է ընդ որում։ Հարցին միջամտում է Ֆրանսիան։ Ուրեմն Շարլ դե Գոլ ավիակիրը այս պահին անցել է Սուեզի ջրանցքը, Կարմիր ծովով ուղևորվում է դեպի Ադենի ծոց։ Նպատակ է դրել, չգիտեմ ինչ մասնակցել, անգամ ոչ միայն պաշտոնական հայտարարությունը հնչել է։ Հետևյալ ձևակերպամբ ցիտում եմ. Հորմուզի նեղուցի բացման համար մենք ամեն ինչ անելու ենք, բայց պետք է իրանական կողմը հարմարվի, ընդունի ամերիկյան առաջարկները։ Հիմա հասկանում եք, չէ՞, որ անգամ զավեշտի ու մարազմի ժանրից անդին այստեղ էլ խոսույթ չկա։ Այս տեսեք, ստացվում է Ջորջ Բուշ ավիակիրը, հա, այնտեղ է տեղակայել, Շարլ դե Գոլը գալիս է։ Այնտեղ մի շարք ավիակիրներ տեղավորված են ամբողջ երկայնքով, բայց ստացվում է չեն կարող Օրմուզի նեղուցը բացել։ Վերահսկողությունը այդուհանդերձ մնում է իրանական կողմին։ Իրանական կողմը հրապարակավ հեգնել է բանակցությունները, բաղերին լսել եք, որ անվանել է այդ բանակցությունները Fox, այո, որը նշանակում է կեղծ։ Կեղծ։ Ինչ է կարծում, բանակցային գինը բարձրացնելու մարտավարությունը, թե ինչ։ Գիտեք, իրանական կողմը շարժվում է բացառապես ռեալ պոլիտիկով, ըստ ունեցած իրավիճակի գնահատականներ տալով։ Երբ որ ընդհակառակը հագոտնյա որոշումներ ընդ որում չկան եւ ամբողջ քաղաքական իրենց ուղեգիծը ճշգրիտ գնում է, հա, ժամացույցի սլակով։ Երբ որ ընդհակառակը, ինչպես ասացի, Միացյալ Նահանգները իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս։ Տեսեք, փաստացի այս պահի դրությամբ իրանական կողմը հստակ ցույց է տալիս, որ ամերիկյան պատրիոտ համակարգերը իրենց չեն արտարացնում։
ել եմ կրկնում միապետությունները Պարսից ծոցի ավազանի լուրջ մտահոգ ընդ որում դիվանագիտական խողովակներով նրանց եւս ասվել է որ հաջորդիվ եւս մեկ ռազմական գործողություն ձեր տարածքից իրականացվեց թիրախավորվելու են բոլոր անխտիր բոլոր օբյեկտները հետեւաբար նրանք էլ հասկանում են որ Միացյալ Նահանգները իրենց օգնության հասնող չեն ընդ որում տեսեք ես ասեցի Սաուդյան Արաբիայի մասով Այնտեղ ամբողջ ջրային զտման կայանները եւս թիրախի առարգա են ներկայացվել որպես այդպեսին։ Հիմա Ռիադը հասկանում է, չէ՞ որ չի գնա նման արկածախնդրությունների։ Այնպես որ ստացվում է, որ Պարսից ծոցի ավազանի դաշնագից երկրների խռովության ագանատեսը կարող ենք դառնալ, երբ որ միապետները որոշեն, որ այդուհանդերձ այլևս հարթակ չեն տրամադրի հակաիրանական գործողություններ իրականացնելու համար։ Հիմա Վաշինգտոնը հայտարարում է, որ Իրանից հետո զբաղվելու են Կուբայով։ Ինչպես նաև Աբրահամ Լինկոլն ավիակիրը Կուբայի ափեր ուղարկելու սպառնալիք է ներկայացում։ Սա ինչ է հուշում, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մասին ինչ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները Վաշինգտոնը փորձել է զբաղվել այսինքն ոչ թե փորձել է, այլ սկսում է զբաղվել, ինչպես ինքն է ներկայացում, ձախողված պետությունների հարցերով։ Դե տեսեք, տարբեր ձևակերպումներ կարող են տալ իրանց քիմքին հաջող, բայց փաստային է, որ նրանք իրենց էքսպանսիոնիստական, ծավալապաշտական, առավելապաշտական նկրդումներն են իրականացնում։ Առասարակ դուք Կուբան նշեցիք, բայց գիտենք, որ բացի Վենեսուելան եղավ։ Վենեսուելան էր, Վենեսուելայի հենց սրանով հենց այդ իրավիճակով ողջևորված իրանական սցենարը մեկնարկեցին տպավորություններ, որ նույն Իրանը դա Վենեսուելան է, երբ որ չհասկացան, որ Իրանը ոչ Աֆղանստանն է, ոչ Իրաքն է։ Ու այստեղ արդեն փաստի առաջ կանգնեցին եւ ֆորս մաժորային վիճակների մեջ են։ Հիմա Վենեսուելայից հետո Իրան Կուբա, այո, այնտեղ խոսք է գնացել Կանադա, Գրենլանդիա, Կոլումբիա, Լատին ամերիկյան տարբեր երկրներ, Կարիբյան ավազանի փոքր մանր երկրներ եւ այլն։ Հիմա կա մտավախություն, որ այս փուլում բոլորս գիտենք, որ եւ Իրանը եւ Կուբան պատժամիջոցները շրջանցող մեխանիզմներ են գտել, գործարկում, որպեսզի մաքսիմալ զերծ գործարկել են եւ այս պահին էլ շարունակում են այդ մեթոդներով մեխանիզմներով գործարկի գնալով ստիպված ինչ որ։ Հիմա արդյոք չկա վտանգ, որ այս փուլում, երբ Կուբայի ուղղությամբ Միացյալ Նահանգները փորձի ինչ որ քայլեր ձեռնարկել, երկրները ավելի կսերտացնեն հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ եւ արդյունքում կստացվի նոր Կարիբյան ճգնաժամ։ Շատ ճիշտ դիտարկում է, Կարիբյան ճգնաժամի կրկնօրինակը կարող է տեղ ունենալ, ընդ որում վերադառնալով Իրանի սցենարին, ասեմ, որ այդ տեսեք, որ նկարագրեցի Սաուդյան Արաբիայի դիրքորոշումն ու վարկագիծը այս օրերին, ներքին կարգով նրանք նաև ստացել են Չինաստանի օժանդակությունն ու աջակցությունը եւ իրենց ապրանքաշրջանառությունը տնտեսական գործողությունները հիմա կառուցում են այդ հողի վրա, այսինքն ստացվում է, որ հակաամերիկյան կոալիցիոն մի հատ իրավիճակ է ստեղծվելու, որը որ չի բխում Միացյալ Նահանգներից, շահերից եւ հետեւաբար հասկանում ենք, որ այդտեղ քենապահության եւ վրեժխնդրության նաև սցենարներ կա, առավել եւս, որ Թրամփը նման քաղաքականության որդեգրած լիդերը եւ հետեւաբար չի բացառվում, որ քենապահորեն վերաբերվի նման ցանց։ Նրա գերնպատակը հասկանում եք ծանր նավթի, հումքային նավթի երկրների վրա հատկապես վերահսկողություն ունենալը, իր ռեսուրսներին տիրապետելը հայտնի հիշում եք 90-ականներից կա դերևս տեսաերիզներ, որտեղ պատկերված է ինչպես են նման հայտարարություններ անում, որ օր առաջ հնարավորություն ընձեռվի իշխանություն գալու, ինքը այս մեր կողմից վերաթվարկած բոլոր երկրների հանդեպ կիրառելու է պատժամիջոց կամ օկուպացնելու է այդ երկրները։ Լավ, ո՞րն է Թրամփի գլխավոր նպատակը։ Ի վերջո իշխանության եկավ հայտարարելով, որ ինքը խաղաղության նախագահ է, Չատագովն է, հետո եւ այլն եւ երկրագնդում խաղաղություն է հաստատելու, բայց այն քայլերը, ինչ որ տեսնում ենք եւ այն ինչ որ պլանավորում են Միացյալ Նահանգները առաջիկայում կամ մոտակա ապագայում, այսպես ասենք, մոտակա ամիսների ընթացքում բոլորովին հակառակն են ցույց տալիս։ Այսինքն պատերազմող նախագահ է ստացվում է։ Նա միակ կերպարն է Միացյալ Նահանգների թիվս, բոլոր նախագահներից նախորդող, որը որ եկել է ստանձնելով խաղաղության Չատագովի, խաղաղության այդ կերպարի դիրքը, բայց արյուտես պատերազմները հրահրել ու ամբողջ աշխարհում ընդհուպ մինչև երրորդ համաշխարհայինին նման ինչ որ մի հատ իրավիճակ է ստեղծել, ամբողջ աշխարհը այդ քաոսը եւ կոլապսը որ ստեղծել է։ Հիմա հասկանալի է, որ սեփական ժողովուրդը գիտի, որ արդեն խապված է,
որ այն նպատակների համար, որը որ ձայն է ստացել եւ տրվել է մանդատ, դա մսխված է, հետեւաբար հանրության մոտ կա շատ լուրջ կահավիժող ռեյտինգ նրա հանդեպ։ Հետեւաբար շատ կարևոր հարց եք տալիս այն մասով, որ տեսեք բոլոր նախագահներին, ընդ որում երեկոյան եւս մի հատ հարցազրույցից կարևոր մաս ասեմ, երբ որ Օբամային հարցրեցին եւ նա անկեղծացավ, ասաց, որ օրինակ Իրանի վրա հարձակումը եւ մի շարք երկրների վրա հարձակումը դեռևս իրեն էին փորձում մաքսիմալ ներքաշային պատերազմի մեջ, բայց մերժել են, հա, Ջորջ Բուշ ավագի ժամանակ, կրծերի ժամանակ եղել նման, Քլինտոնի ժամանակ եղել, բայց ոչ մենակ Բայդենի ժամանակ եղել, բայց փաստացի Թրամփն է եղել այն մեկ լիդերը, որը որ եկել է խաղաղության, հիշում եք ձեր տաղավարում ցուցադրում էինք, որ Twitter-յան էջում Աստծո պատկերված, հա, Աստվածաշնչյան պատկերներով էր, բայց այսօր աճակատումը Հռոմի Պապի հետ նույնիսկ շարունակվում է մինչև հիմա ինքը ամբիցիոզ կուրիոզ կերպար է, որը իր ամպլոյի մեջ է, միջազգային հանրությունը հիմա հասկանում է, որ այս մարդը ընդհանրապես արկածախնդրության ուրեմն կերպար է, որը որ եկել է ընդհանրապես աշխարհակարգը փոխելու իր պատկերացումներով։ Հիմա երբ Սպիտակ տան ռազմավարական ծրագրում Մերձավոր Արևելքում Իրանը ներկայացնում է ամենամեծ չարիքը, մենք որպես հարևան պետություն առաջիկայում հնարավոր է մեզ ինչ որ խաղի նոր կանոններ թելադրեն այս իրավիճակում։ Գիտեք, նման հաշվետվելով նա թրիփը հասկանալի է հարցեությունը, շատ կարևոր հարց եք տալիս։ Տեսեք, աշխարհաքաղաքականության մեջ առավել եւս երբ որ դա տարածաշրջանային է նաեւ, որքան Մերձավոր Արևելքը, դա հարավային Կովկասի հարակից տարածաշրջան, հետեւաբար չի բացառվում, որ մի տարածաշրջանի կոնֆլիկտի ազդեցությունը տարածվի մյուս տարածաշրջանի, հետեւաբար դրանք այսպես սիմետրիկ, անգամ սինխրոնիզացված կարող են մեկը մեկին փոխներգործարկել։ Հետեւաբար չի բացառվում ձեր ասած սցենարը, բայց ես չեմ կարծում, որ այս պահին հասունացել է մի իրավիճակ, որ հայաստանյան ռազմավարական դաշնակցությունը հայ-ամերիկյան եւ այդ մասով մասնավորապես թրիպի հատվածով գործառույթը որպես գործառույթ կիրառվի հակաիրանական գործողություններ իրականացնելու, հետեւաբար դա լինի Իրանի արտաքին քաղաքական մտորումների եւ մտահոգությունների աղբյուրը։ Չի բացառվում, հավանական սցենար կա, որտեղ հիշում եք Նախիջևանյան դեպքը, երբ որ տեղի ունեցավ, ես կարծում եմ, որ այդ ժամանակին իրանք փորձարկեցին, հա, Իրանը հյուսիսից ասպատակելու հնարավոր շանսերը։ Հետո հասկացան, որ այդ սցենարը Հայաստանը ձերբազատված է այդ փորձարկումներից։ Իհարկե ոչ։ Նայած թե ինչ կպարտադրվի Հայաստանին, առավել եւս, երբ որ մենք հիմա մաքսիմալ անունը դնելով դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, մեր բոլոր ուղեգծերը տանում ենք դեպի Միացյալ Նահանգներ։ Հետևաբար ներքին կարգով հետկուլիսային մենք չգիտենք թե ինչեր կառաջարկվեն կամ ինչեր կպարտադրվեն հայկական կողմից։ Ի վերջո, գլոբալ այս լարվածության պայմաններում Հայաստանի համար ավելի շատ ռիսկեր են ավելանում, թե նոր հնարավորություններ են։ Ամեն դեպքում ռիսկեր են ավելանում, քան հնարավորություններ։ Հնարավորությունները են մասով, որ դաշնակցային եղբայրական երկրում պատերազմ է, մեզ պետք է կայուն Իրան եւ մենք լավագույն դեպքում այս օրերին պետք է մաքսիմալ աջակցենք, օգտակարություն դրսևորենք մեր հարևանի հանդեպ, դա է հենց բարեդրացիությունն է նաև դրանով է պայմանավորված, հա, փոխադարձ դեմոնստրատիվ քայլերով։ Եվ ռիսկերի պարագայում արդեն դուք ինքներդ ասեցիք, շատ կարևոր մտահոգիչ բաներ կա, որ ներքաշելու հնարավոր սցենարներ կա։ Հիշում եք, երկրի ղեկավարը փորձեց ժամանակին հարթակը օգտագործելով ասել, որ մեզ չփորձեք ներքաշել հակաիրանական գործողություններ, բայց դա խոսքի մակարդակում է։ Եթե Միացյալ Նահանգների պես հեգեմոն կերտերությունը պահանջի ինչ որ մի բան, ես ավելի քան վստահ եմ, որ տվյալ իրավիճակում հայկական կողմը ստիպված կգնա պետք է արձագանքի։ Այո։ Հիմա այս ամբողջը ինչ խոսեցինք, եթե ամփոփենք եւ փորձենք իմի բերել, ի վերջո Իրանը պատրաստ է այդ հուշագիրը ստորագրելու, թե ոչ, այսինքն մինչև շաբաթավերջ, ինչպես Թրամփը ժամանակ է տվել Իրանին պատասխանելու համար, կհամաձայնվի թե ոչ։ Սա թվով երրորդ թե չորրորդ տարբեր անվանումներ կարան տանք, ուլտիմատումային գրություն, վերջնագիր եւ այլն։ Սա որպես այդպիսին
չի բխում Իրանի ժողովրդի եւ Իրանի պետության ազգային ու պետական շահերից։ Ըստ էության ամբողջական կապիտուլյացիա է սա։ Կապիտուլյացիայի մասին է, բայց ի համեմատություն նախորդ թղթի, երբ որ զուգահեռներ ենք անցկացնում, սա ավելի մեղմ փաստաթուղթ է ներկայացվել, բայց արյուտես գերնպատակը, որը թղթի մեջ էլի կրկնվում է, դա միջուկային ծրագրից հրաժարվելն է, որը որ Իրանի ներքին գործն է եւ նրանք բացառում են նման սցենար։ Հետևաբար եթե գերնպատակը դրված է միջուկային ծրագրերի եւ օբյեկտների վերացումը, դա բացառում է։ Հետևաբար դա եթե անգամ ստորագրվի, եթե անգամ իրանական կողմը հավատարիմ մնա այդ կետերին, այդուհանդերձ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կամ Իսրայելա-ամերիկյան տանդեմը դրանով չի բավարարվի, որտեղ ել եմ կրկնում, նրանց գերնպատակը միջուկային ծրագրից հրաժարվելն է, որը չեն անելու։ Հետևաբար առճակատումը շարունակվելու է, այլ պատկեր է ստանալու։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։